Տարվա ավարտին մնացել է մոտավորապես 1 ամիս։ 2025 թվականն իր հետ բերեց բազմաթիվ փոփոխություններ, թե երկրի քաղաքական, թե հասարակական, թե սոցիալական կյանքում։ Հայաստանը կանգնեց մի շարք փորձությունների առաջ, բայց արձանագրվեցին նաև դրական փոփոխություններ, հաջողված ծրագրեր ու կարևոր իրադարձություններ։ Armenia Today քաղաքացիներին խնդրել է գնահատել, արդյոք անցնող տարին արդարացրել է իրենց սպասումները, ինչն էր դրական եւ ինչը ոչ այդքան։ Հայաստանի մեջ դրական բաներ շատ կա։ Որոնք են եղել։ Չեմ ասի։ Եվ դրական կա, եւ բացասական կա էլի։ Տենց ոչ մի փոփոխություն չկա։ Ոնց նայում ես դեպի վատն է։ Ոչ մի լավ բան էլ չկա։ Քրոջս տղեն է երեխա ունեցել, իսկ ինչ վերաբերում է քաղաքականություն, զրո։ Չի կարելի լավ բան սպասել։ Սա բտանում, չունեմ սպասելիք։ Ըստ ձեզ բարեհաջող տարի չէր։ Որ տարում ես չեմ մեռնում, դա բարեհաջող տարի է իմ համար։ Բայց ինքը լրիվ կորուստներով լի, ցնդաբանություններով լի, աննորմալություն մի խոսքով, ինչ ասեմ, մեր ազգին համբերություն է պետք, համբերություն, ոչ մի բան։ Մեկ էլ մի քիչ խելքը գլուխը հավաքին։ Սենց չի կարելի։ Դրական երևի թե ամեն ինչ շատ լավ է, քանի որ խաղ ենք անցկացրել տարին, առանց ինչ որ, չգիտեմ, պատերազմների կամ միջադեպերի, կուզեմ թեկուզ հենց սենց մնանք, չպակասենք, ոչինչ, թող չավելանանք է, բայց ամեն դեպքում գոնե սենց մնանք։ Ոչ այնքան լավ։ Ոչ թոշակ բարձրացին մարդկանց, ոչ հոսանքներն ուզում են բարձրացնել, չեն բարձրացրել, ինչ իմանա։ Շատ չեմ կարող բան ասեմ։ Երկրում ընդհանրապես ոչ մի բան։ Երկրից դուրս եմ եկել 3 ամիս հաճույք եմ ստացել վերադարձել։ Դրական է միանշանակ։ Բարեհաջող տարի էր։ Իհարկե։ Տարի ավելի լավ է։ Ես ինչ է կատարվում։ Չէ, ես ոչ մի լավ բան չունեմ Աչիկ ջան ասելու։ Ինչ սպասելիքներ ունեիք, որ չիրականացան։ Ճիշտն ասած ոչ մի սպասելիք էլ չունեի։ Եթե անկեղծ ուզում եք ասեմ, ոչ մի սպասելիք չունեի։ Ու չիրականացավ։ Շատ անկառավարելի վիճակ է, ժողովուրդը անդրամադիր, տխուր, ոնց կայինք, տենց էլ մնացինք։ Հավայի ապրում եք էլի։ Ինչ դրական բան ես դու տեսնում, որ ինձ հարցնում ես։ Ես դրական բան չեմ տենում։ Բարեհաջող տարի չէր։ Բարեհաջող ենք, որ ողջ ենք մնացել, կենտանի ենք, ապրում ենք։ Էտա, ուրիշ ոչ մի լավ բան չկա։ Կորուստներ ունեցանք, հենց մեկը փոքր երեխաների կորուստը, կապ չունի, որ բարեկամ չի, հարազատ չի, փոքր երեխա է, չի կապ ունի։ Հա, գիտեմ։ Աշխարհը խաղաղ կապույտ երկնքի տակ ապրենք, ամենակարևոր առաջնորդին դա եմ ցանկանում մեր հայ ազգին։ Մնացածը երևի լուծվող հարցեր է, որ որոշակի ձևով կլուծվի էլի կառավարության հարցն է։ Դե սպասելիք չունեմ ճիշտն ասած, որովհետև հա, ինչին սպասեմ։ Մտնում ես խանութ առաջ 10,000 դրամով կառներ մի կես ամսվա բան, կարելի է մի քիչ կոպիտ հանչում, բայց հիմա երկրորդ օրը այդ 10,000-ից ոչ մի կոպեկ չի մնում։ 3000 դրամ թոշակառուի թոշակ են ավելացնում, բայց թանկացումներն էլ գնացեք գալիս եմ թե ինչքան։ Ինչ անի այդ խեղճ թոշակառուն, ինչ անի։ Չգիտեմ, մի խոսքով ոչ մի լավ բանի չեմ սպասում։ Դրական բան չեմ կարող տենամ։ Ապագայում չեմ կարող տենամ։ Այս տեմպերով ապագայում չեմ կարող տենամ դրական բան։ Բարեհաջող տարի չէր։ Չէ, ասի, չէ։ Ինչի համար, ինչն է բարեհաջող, մի հատ օրինակ։ Եթե միտեղի ժողովուրդը գնում է չի կարա, մի երկիրը ապրում է ուրիշ երկրի հաշվին, դա չի կարա թե բարեհաջող բան լինի։ Բոլորը դրական են, բարեփոխումները շատ են, դպրոցներում ահագին բաներ կան փոխվել են, քաղաքում գեղեցկացել է ամեն ինչ, շատ շնորհակալ ենք։ Բոլորը դրական են։ Ինչ սպասելիքներ ունեք։ Ինչ սպասելիքներ։ Նույն կերպով շարունակվի ամեն ինչ։ Այդքան մի բան։ Հայաստանը շատ եմ սիրում, անկեղծ Երևանն էլ։ Դա ամեն ինչ նորմալ է էլի Երևանի համար, ամեն մարդ, չգիտեմ, ինչ հարց, ինչ պատասխան տեմ։ Բարեհաջող տարի է։ Հա, միանշանակ շատ։ Իմ համար շատ։ Նորանոր հաջողություններ, առաջխաղացում եւ այլն, էլի։ Շնորհակալ ենք, մենք ենք։